ուզում եմ շատ ուղիղ ասել, որ ես այս պահին Լեռնային Ղարաբաղի հայերի իրենց բնորան, իրենց տներ վերադառնալու եւ անվտանգ ապրելու պայմաններ չեմ տեսնում։ Եվ անկեղծ ասած, չեմ տեսնում նաեւ Ադրբեջանի կողմից ջանքեր այդ պայմանները ապահովելու ուղղությամբ։ Դուք ասեցիք երբեք օկուպացված բառը Ղարաբաղի մասին չի օգտագործվել, Ղարաբաղի մասին օկուպացված բառը սկսել է օգտագործվել Պրահայի հոկտեմբերի 6-ի հայտարարությունից հետո։ Հիմա ես պիտի շնորհակալություն տամ ձեզ, հայտնեմ ձեզ հնարավորությունը տալու համար, ուրեմն մոռացել եք, որ Ադրբեջանը 30 տարի ասում է բոլոր հնարավոր հարթակներում, որ իրենց տարածքների 20%-ը օկուպացված է։ Մոռացել եք, որ օկուպացված բառը տեղ է գտել նաև բանակցային փաստաթղթերում այն շրջանում, երբ որ ձեր սիրած առաջնորդները կամ ձեր քաղաքական ուժը մասնակցություն ա եղել է իշխանության ղեկին։ Մոռացել եք, որ այդ շրջանի ձեր արտգործնախարար Վարդան Օսկանյանը ստիպված էր հայ հանրությանը բացատրել, որ օկուպայտը Զուգարանի վրա գրած ինքնաթիռներում նշանակում է զբաղեցրած, այդքանը չի նշանակում օկուպացված։ Հենց որ առաջարկում եմ կրկին ու կրկին առանց հոգնելու մեզ հետևող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին թյուրիմացության մեջ չգցել եւ ներկայացնել ամբողջ եւ իրական ճշմարտությունը։